Ոնց ստացվեց, որ Կարմիր Բլուրի պոլիկլինիկայից եկար հասար Հայկական հասար, այնտեղ որտեղ դու, ասենք, վերջի սերնդի սոնոգրաֆիկ ապարատով սկսում ես հետազոտություններ իրականացնել։ Բժշկությունը դա ապրելակերպ է, դա շատ ազնիվ եւ ամենալավագույն մասնագիտություններից մեկն է։ Մարդը երբ պետք է սկսի արդեն իր լյարդը վերահսկել։ Մի հատ բաց սովորություն՝ ծխախոտը սուրճի հետ։ Հոմոցիստեինը մի հատ sense ոչ սպეციფიկ մարկեր է։ Օրգանիզմը մաքրել, բեռնաթափել, դետոքս ասածը դա է։ Փառք Աստծո, լյարդը շատ լավ վերականգնվում է։ Հենց նոր էտեր, ինձ այնց երկար ես ապրելու դոկտոր ջան։ Ողջույն սիրելի հյուրեր, ողջույն սիրելի բարեկամներ, այսօր հունվարի 8-ն է, դուրսը շատ ցուրտ է, ձյուն է, բայց երևի դուք այս հաղորդումը նայել եք ավելի տաք եղանակին ու ավելի բարվոք վիճակում։ Այսօրվա հյուրը իմ շատ լավ ընկեր, աղբեր, հա, ասենց ասեմ, տեկուս իքական սեռի ներկայացուցիչ, մարդում կարելի է վստահել պացիենտներին լրիվ sense 100%-անոց մարդով լյուբոյ հարց կարելի է իր հետ քննարկել թե սեփական, թե պացիենտների, թե հարազատների առողջականը։ Աննա Դերենիկի Մարտիրոսյանը, Աննա Դերենիկովնա, հրաշալի ողջույն, հրաշալի բալի երեկո։ Ուրախ եմ, որ գոնե sense գործից հետո իրար հանդիպում ենք, քանի որ գործնական օրերին այնքան ծանրաբեռնված ենք, որ իրար տեսնել չենք կարող։ Եվ շնորհակալ եմ իհարկե հրավերի համար եւ սիրով կպատասխանեմ հետաքրող հարցերին։ Դե բոլոր հարցերին, հա, ես գիտեմ, որ դու կպատասխանես, հա, եթե այդ ընթացքում չզանգեմ բան չանեն, Viber-ով չգրեմ բան չանեն։ Աննա Դերենիկովնա, ձեզ ներկայացնելուց կարելի է ներկայացնել որպես բժիշկ գաստրոենտերոլոգ, որպես թերապևտ, որպես սոնոգրաֆիստ, ընտանեկան բժիշկ, որի մեջ մտնում է այդ ամեն ինչը։ Человек оркестр, հա։ Какой-то степени։ Հա, в какой-то степени։ Ես գիտեմ, որ դուք ձեր կարիերան, իմ ու քո կարիերան սկսել է նույն տեղից ու դեղագործական էլի ֆիրմայի ոլորտում, բայց քո կարիերան սկսել է ամենա փոքր պոլիկլինիկաներից մեկում ու դու աճել, այսօր դառել ես մի մարդ ու մոտ հերթը մի քանի շաբաթվա է հասնում։ Մի հատ կպատմես ոնց եղավ որ դու բժշկի մասնագիտություն ընտրեցիր, ոնց ստացվեց որ Կարմիր Բլուրի պոլիկլինիկայից եկար հասար Հայկական հասար, այնտեղ որտեղ դու, ասենք, վերջի սերնդի սոնոգրաֆիկ ապարատով սկսում ես հետազոտություններ իրականացնել։ Ես իհարկե չեմ երազել երբեք բժիշկ դառնամ, վերջերս էլի հարցազրույց տվեցի արդեն ժուրնալի համար, պատմություններ էլի նույնն էր, կրկնվեմ, որ բժիշկ չեմ երազել դառնալ, դա իմ ծնողների ընտրությունն էր, իրանց ստիպեցին ինձ այսպես ասած, դնելով առջևս 3 մասնագիտություն, կամ երաժշտություն, կամ իրավաբանություն, կամ բժշկություն, մեջներից երևի ինձ հոգեհարազատը բժշկությունն էր, դրա համար ընտրությունս գնաց դեպի այդտեղ ու ընդունվեցի շատ անսպասելի երևի, որտեվ չեմ մտածել երբեք դրա մասին, թե ուրիշները տենց տառապելով ընդունվում էին, բալեր էին հավաքում, ես մի անգամ շատ բարձր բալերով ընդունվեցի հանկարծակի իմ համար եւ չէի ցանկանում լինել ընդհանրապես բուժող բժիշկ, ուզում էի գնայի սանիտարական ֆակուլտետ, էպիդեմիոլոգիայով զբաղվեի, այսինքն չմոտենայի հիվանդներին, բայց մեր ընտանիքում էլի շատ այդ ֆակուլտետը ավարտող մասնագետներից հատկապես հանձինս մորքուրս, որը էպիդեմիոլոգիական սանիտարական ծառայության ղեկավար էր մարզերից մեկում, ասաց ափսոս ա ուղղակի, լավ ես ընդունվել, արի սկսենք բուժականից, եթե կտեսնենք, որ բուժականը հեչ քոնը չի, փոխելը մեր մասնագիտության դեպի լաբորատոր ծառայություն, կա ու կա։ Չփոխեցինք, որտեվ մի անգամից մի տեսակ մտա, հասկացա եկեք անջատենք էլի իրար Վաստուրին չէի անջատել։ Մորաքույրս, որ խորտ տվեց, ասեց արի չփոխենք, մնա, եթե կսիրես, կհավանես բուժական գործը, կշարունակենք, եթե չէ, ծառայությունը փոխելը այդպես ավելի հեշտ կլինի, բայց մեր ծառայությունից վերադառնալ բուժական իհարկե չես կարողանա։ 1 տարվա ընթացքում ես հասկացա, որ օքեյ է, իմ համար ես ինձ շատ լավ զգացի, ես զգացի, որ մասնագիտությունը բավականին հետաքրքիր է իմ համար եւ այդպես շարունակական կրթություն ստանալով ավարտեցի բարձր գնահատականներով, կարմիր դիպլոմով ինստիտուտը եւ շատ ոգևորված, շատ ինձանից ամբիցիոզ բժիշկ ներկայացնելով իբր բժիշկ, չէ որ բոլորը սենց մի քիչ մաքսիմալիստներով գերազանցիկի կոմպլեքսով դուրս եկա ինստիտուտից, ասի դե ես ամեն ինչ գիտեմ, հրաշալի է, ստացվեց այնպես, որ շատ դժվար տարիներ էր այդ ժամանակ 98 թվականն էր, նոր դուրս եկած այդ պետության նոր ձևավորման շրջանները
տեղ չկար աշխատավայր Այդքան չկար։ մեծ է տնաշեն։ Այդքան մեծ։ 98 թվականին փնտրեցինք ինչ-որ տեղ, որտեղ կարող եմ տեղավորվել։ Միակ տեղը, որտեղ կար թափուր տեղ, քաղաքի մասն էր խոսքը, դա Չարբախն էր, որի գոյությունը եւ տեղամասը նույնիսկ չի պատկերացնում որտեղ է։ 6 տարի այնտեղ առաջի քայլերս արեց եւ դառա բժիշկ, դառա մասնագետ։ Ես միշտ միջև մա ասում եմ շնորհակալ եմ իմ պոլիկլինիկային, իմ Չարբախին, իմ ամենաառաջի եւ սիրելի կոլեկտիվին, որոնց մեջ ես մեծացել եմ, ձևավորվել եմ, դառել եմ իրական բժիշկ, այո, ես եկա իմ թեորիապես շատ լավ, այսպես ասած, բազայով եւ պայուսակով, բազայով չէ, մեծ պայուսակով եկա, բայց բացարձակ չի պատկերացնում, որ հիվանդի հետ աշխատելը դա լրիվ այլ բան է, թեորիան այլ բան է, բժշկությունը իրականում լրիվ այլ է։ Եվ այնտեղ բաժնի վարիչիս օգնությամբ հրաշալի մի կին, որ այն շատ սատարեց, ասում էր, որ դու այնքան խելացի ես, այնքան շնորհալի ես, որ չանհանգստանաս, դու միանգամից 2 ամիս հետո հիվանդը կմտնի եւ կասես ախտորոշումը։ Այդպես էլ եղավ։ Սկսեցի հիշել, ինձ թվում էր, ոնց կարող եմ հիշեմ այդքան ռեցեպտներ, այդքան հիվանդներ, պատմություններ, ոնց կարող եմ գնահատեմ հիվանդին։ Իսկապես, երբ որ դու ունես իսկապես պայուսակ եւ ամբողջ տարիների ընթացքում կրթվում ես, բացարձակ սովորելով ամեն ինչ, ոչ թե ընտրողաբար, դու կարողանում ես աշխատել իհարկե առաջի էտապը դժվար, հետո քիչ-քիչ ավելացնելով քո փորձը դառնում ես մասնագետ։ Այդպես շարունակական եկանք, հասանք Ստեղ Չէ։ Գենետիկայի կենտրոն։ Եկանք վերջը ստեղ, ճիշտ եք ասում, հենց ստեղ։ Եկանք բժշկական համալսարան դեռ, ընտանեկան բժշկության ամբիոն, որտեղ ավարտեցի ընտանեկան բժշկության նեղ մասնագիտացումը 1 տարվա, որից հետո ինստիտուտում իմ ղեկավարի հրավերով, այսպես ասած, եւ առաջարկությամբ մեծ սիրով ընդունեցի, իհարկե շատ հաճելի էր, որ պրոֆեսոր Նարիմանյանը առաջարկեց մնալ ամբիոնում, մնացի այնտեղ, աշխատեցի միաժամանակ, որից հետո տարբեր իրադարձություններ ընտանեկան երեխա, դեկրետային արձակուրդ եւ այլն դուրս եկա եւ գրեթե չվերադարձա ինստիտուտ, որտեղ մի փոքր ժամանակ էլի աշխատեցի դաթարից հետո, դեկրետային դաթարից հետո, որը բավականին երկար տևեց, մոտ 4 տարի ես չեմ աշխատել ընդհանրապես, որոշեցի, որ չէ, երևի թեորիան եւ այդ մասնագիտությունը դասախոսի ինձ այդքան հետաքրքիր չի եւ ուզում եմ լինել միայն բժիշկ եւ նորից վերադարձա արդեն բուժական գործին ամբողջ օրը հիվանդների հետ աշխատելով շատ շնորհակալ եմ իմ կենտրոնին այսօր ճանապարհ անցնելով ես հայտնվեցի տարբեր տեղեր եմ աշխատել վերջի 13 տարին արդեն բոլորում եմ բժշկական գենետիկայի կենտրոնում շատ սիրեցի նախ ղեկավարից Դամարովայդյանային երկրորդը կոլեկտիվից, որտեվ հատնտիր մարդիկ են աշխատում, բացի նրանից, որ լավ մասնակից են, շատ կիրթ անձինք են, շատ կամեցող բժիշկներ են։ Տեսեք շատ առողջ միջավայր է մեր հիվանդանոցում։ Իսկապես դա իրեն շնորհիվ է, որտեղ ինքը առանց բաների, բացարձակ բժշկական ոլորտում աշխատածներս բոլորս գիտենք ինչ էրա կատարվում, դա մեր կողքնյան է, այսպես ասած, այստեղ չկա ոչ մի կոնկուրենցիա, ոչ մի պատախոսել, միայն համատեղ բարեխիղճ աշխատանք, անկախ գումարից, անկախ այդ տհաճ բաներից, ցավոք սրտի, որ շատ խոսում են հիմա բժիշկները դարել են այսպես, դա մասնագիտություն չի, դա ինչ որ է, այն, չէ, բժշկությունը դա ապրելակերպ է, դա շատ ազնիվ եւ ամենալավագույն մասնագիտություններից մեկն է, եւ մենք բոլորս նվիրալներս աշխատում ենք մեծ սիրով, օգնում ենք մեր հիվանդներին։ Այստեղ հետաքրքիր փաստ ասեմ առողջ մթնոլորտի մասին, երբ որ ես նոր եմ եկել գենետիկայի կենտրոն, Աննա Դերենիկովնան տենց մեջքից կանգնած շատ բաներ սովորեցնում, որովհետեւ ես գիտեի ուրոլոգիա, բայց ես հիվանդի պոլիմորբիդության մասին պատկերացումն շատ քիչ էր ու Այնպես պրիմիտիվ բաներ էր մեկ քո հետ քննարկել սովորելու հիմա իմ աշխատանքում այդ ինչ շատ օգնում է, սկսած նայից, որ ես սոնոգրաֆիա անել սովորեցի քո կաբինետում, Աննա Դերենիկովնան իմ հիվանդներին նկարում էր, ինձ սովորացնում էր, նկարում ենք սովորացնում, ինչեւ որ ես կարծա ազատ տիրապետ եմ այդ հմտություններին, այդ քո շնորհքից մեկն է, ես ուր նստում հելնում ասում եմ Դերենիկովնա, հետի հա։ Ինձ էլ են սովորացնել իմ լավ ընկերները եւ կարծում եմ դա շատ կարեւոր բան է, երբ որ preemptiveness ասվածը, երբ որ եթե դու գիտես ինչ որ մի բանի փորձ ունես ու եթե կամ մեկը ուզում է
սովորի ոնց կարա Մենք ուրիշ դիշ ձև այկոցել լինի։ են տեմեն որ ոչ մեկ չի ու ստեղ հետաքրքիր անցնենք հենց զրույցի մեր բուն թեմային ինչի մասին է ասում եմ ինչի համար մենք հավաքվել ենք ստեղ Ստամոք Սաղիկային։ Ստամոք Սաղիկային հա այստեղ Նոր տարուց հետո։ Նոր տարուց հետո։ Խոսում ենք դրա մասին։ Դե մենք նոր տարուց շատ ուշ ենք եթեր դուրս գալուց ինչ որ մյուս նոր տարվա սկիզբ ենք խոսում Պետք է խոսանք, որ հետո խնդիրներ չլինի մյուս Չլինեն, տարի։ չէ, բայց ես ուզում եմ ստեղը չէ, ավելի մենք այտենց մի քիչ ավելի մասնագիտորեն խոսենք տարբեր խնդիրների մասին։ Այսօրվա դրությամբ թեկուս քո աշխատանքը տեսնելով ես սկսել եմ շատ ուշադրություն դարձնել ներքին օրգանների աշխատանքին։ Այսինքն հիվանդին դիտարկել օրինակ որ եթե ուրոլոգ ես մենակ փորից ներքև, դա մի քիչ սխալ է ու տարվա ընթացքում մենք անցյալ տարի հաշվել ենք 20 քանի հատ առաջնային դիաբետ ենք հայտնաբերել, զուտ այն աշխատանքիչները որ մարդը գալիս է գանգատներ ասում, ասում դե լավ էլի դու կարող է ուրոլոգիական գանգատ ունես, բայց դու ուրոլոգիական հիվանդ չես։ Կստացի մի հատ հետաքրքիր դեպք պատմեմ, վերջերս պացիենտ մոտեցավ, ասում է գիշերները շատ շուշուտ գնում եմ զուգարան, իրան էլ ադենոմայի վիրահատություն են առաջարկել, բան, ու լսում եմ ոնց է շվալով շնչում։ Սենց կես ու տեղ թեորիապես սենց սկսեցի գնալ, հասկացա որ այդ մարդը ոչ թե զարթնում է որ գնա միզելու, այլ զարթնումը ձեռի հետ գնում է միզելու, ինքը միզելը չի իրան զարթնում, չի կարող շնչի։ Որ շնչի։ Կատեն ցույց տվեց պանսինուսիտ։ Ինքը արդեն քիթ կոկորտ ականջաբանների վիրահատական միջամտության եւ այլ այդ պոլիմորբիդությունն է, որ հիվանդություններն են այսօրվա դրությամբ ամենաշատը գալիս հենց ընտանեկան բժիշկների, ովքեր զբաղվում են այդ պոլիմորբիդ շատ հիվանդություններ ունեցող բաներ, մասնագետների հետ, հա։ Նախ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնեմ, որտեվ քո միջոցով դու հետաքրքիր ձևով շատ բացահայտում ես հիպերհոմոցիստեմիաները, թրոմբոէմբոլիկ բարդությունները, ինձ դա այնքան ուրախացնում է, որ գալիս է հիվանդ քո կողմից, այո, ես ունեմ ուրոլոգիական խնդիր, բայց դոկտորը ասեց ուշադրություն դարձրա լյարդիդ, ուշադրություն դարձրա այս մարկերներիդ, խոլեստերինիդ, մակարդելությունը դուրս չի գալի, անամնեստիկ տվյալներդ լավը չեն, այսինքն իսկապես ինձ շատ ուրախացնում է, որ դու որպես նեղ մասնագետ սկսել ես մտածել որպես բժիշկ, այլ ոչ թե որպես նեղ մասնագետ, որը աշխատում է իսկապես միայն շատ փոքր զոնայով, այլ մոտենում ես հիվանդին որպես ոչ թե քո նեղ հիվանդությունը, այլ որպես հիվանդ իր բոլոր եւ ապրելակերպը, եւ գենետիկան, եւ իրավիճակայինը, դա շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ոչ թե բուժենք հիվանդությունը, այլ ցուցաբերենք շատ ինդիվիդուալ մոտեցում հենց հիվանդին։ Դրա համար շնորհակալ եմ մեկ անգամ եւս եւ շատ ուրախ եմ, որ մենք իրար հետ աշխատել ենք եւ շարունակում ենք աշխատել, որտեւ նմանատիպ բժիշկների հետ կոմպլեքս աշխատանքը միշտ շատ արդյունավետ է եւ հիվանդը միշտ դուրս կգա գոհ եւ մեկս մյուսի հետ աշխատելով ոչ թե կվնասենք, այլ կօգնենք եւ կթեթևացնենք նրա բոլոր իրավիճակները։ Ինչ վերաբերում է այս, եթե հենց ժամանակաշրջանը ասեմ, դիմելիությունը մեզ որպես ընտանեկան բժշկի շատ այս պայդրությամբ մոտենում են սիրտանոթային համակարգի խնդիրներով, եթե ես հաշվի առնեմ մինչև նոր տարի ընկած հատվածը, նոր տարուց այս կողմ ես աշխատում եմ գրեթե ամսի 3-ից, ահա որ մեծ քանակի բնականաբար ստամոք Սաղիկային հիվանդություններն են, լեղաքարային հիվանդության սրացումները, ոչ կալկուլոզ խոլեցիստիտները, լյարդի դիսկոմֆորտները, պրոբլեմները, խմիչքը չարաշահելուց, ուտելիքը չարաշահելուց, դիաբետի ոչ կոմպլեքսացված իրավիճակը եւ ինչու՞ չէ նաեւ զարկերակային գերճնշումը, որտեվ հատկապես կանանց պոպուլյացիայում, որտեվ մեծ ուժը ծանրությունը նոր տարվա բոլոր տոների ընկնում է մեր սիրելի մայրիկների կանանց ուսերի վրա, որտեվ այո, տղամարդիկ այդ ամեն ինչը բերում են, կազմակերպում են, բայց ընդհանուր ծանրությունը տանում է իհարկե ստրեսը, ընդունելությունը, անքնությունը, անverջ պատրաստելը, ամսի 3-ից գործի գնացել։ Ես ձեզ ասեմ, որ ես էլ եմ ամսի 3-ից գործի գնացի, որտեղ այդ ժամանակ ասում ես, որ դու աշխատանքի ես եւ վերջ։ Չես կարող ոչ մեկին ընդունես, բայց դե մեր մայրիկները ճարահատված բոլորը սարքում են, դիմավորում են եւ կազմակերպում են շատ գեղեցիկ տոնական խնջույքներ։ Եվ բնականաբար ստամոք Սաղիկային տրակտի խնդիրները այս պարագայում շատ ավելի ակտուալ են։ Ճնշումն է, սիրտանոթային ռիսկերը բարձր, միշտ բարձր է եղել։ Եթե նկատեք դեկտեմբերը ամենածանր վերջի ամիսն է։ Շատ մահացություն ենք ունենում։ Տարվա վերջ, չգիտեմ ինչի, ինչ որ էներգիայի հետ կապված շատ տրոմբոզները, հանկարծամահությունները, ինֆարկտները, ֆիբրիլյացիաները, իսկ սիրտանոթային մահացությունը միշտ
դեկտեմբերի վերջ եւ հունվարի մինչեւ ամսի 15-ը բարձր է լինում։ Դրա համար բոլոր հիվանդներին հորդորում ենք, ովքեր որ ունեն սիրտանոթային խնդիրներ, ռիսկ են ուշադիր լինեն իրենց դեղորայքին, կանոնավոր ընդունեն, փոքրինչ գանգատի դեպքում անմիջապես դիմեն կամ իրենց ընտանեկան բժիշկներին, թերապևտներին կամ իրենց սրտաբաններին, ովքեր իրենց վարում են, որտեղ դա ամենածանր 1 ամիսն է, դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 15-ը ընկած, չեմ կարող ասեմ ինչի հետ, միգուցե հենց այդ խնջույքների հետ, տարվա վերջյան այդ վազքը չգիտեմ, չեմ կարող ասեմ, բայց դա տարի են փակում, երևի, գիտեք, աշխատատեղերում լարվածություն, այո, փողերը, գումարները, աշխատավարձները հասցնելը եւ այլն, եւ դա կապ չունի քո ֆինանսական որևէ ստատուսի հետ։ Բոլորը ընկնում են ինչ որ չափով այդ իրավիճակի մեջ։ Մեր հաղորդման գործընկերն է բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնը։ Բժշկական գենետիկայի կենտրոնը Աբովյան 34/3 հասցեում գտնվող բոլորդ էլ գիտեք, ու գիտեք այնտեղ կարելի է հանձնել գենետիկական անալիզներ, մասնավորապես պարբերական հիվանդության հետ կապված։ Սակայն քչերը գիտեն կամ զարմանում են մեկ-մեկ, որ բժշկական գենետիկայի կենտրոնում կարելի է հանձնել անալիզների ամբողջ սպեկտրը, սկսած արյան ընդհանուր քննությունից վերջացրած բարդ NGS պանելներով կապված հղիության, օնկոլոգիական հիվանդությունների, ռևմատոլոգիական հիվանդությունների, սիրտանոթային հիվանդությունների եւ այլ տարբեր տեսակի պաթոլոգիաների համար։ Կարող եք հանձնել հորմոնալ տեստեր, կենսաքիմիական տեստեր, մանրեաբանական հզոր լաբորատորիա, PCR լաբորատորիա եւ շատ ծառայություններ, որ մատուցում է բժշկական գենետիկայի կենտրոնի պրոֆեսիոնալ, բարի ու շատ ընկերասեր թիմը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 015 800 800 հեռախոսահամարով կամ այցելել cmg.am կայք։ Իդեպ բժշկական գենետիկայի կենտրոնը անցել է ISO հավաստագրումը։ Դե ինչ սիրելիներս, այցելեք մեր մոտ ու առողջ եղեք։ Լյարդից եմ ուզում ձեր հետ խոսեմ, որովհետեւ մենք ունենք արդեն 140 հաղորդում համարյա նկարած, բայց լյարդից որպես այդպեսին չենք խոսացել։ Լյարդը մեր օրգանիզմի գլխավոր սանիտարներից մեկն է։ Այո։ Հա։ Երիկամների հետ մեկտեղ 50-50 կիսում է մեր դետոքսիկացիոն ֆունկցիան։ Դետոքս չայերը չեն։ Լյարդն ու երիկամներն են։ Այո, այդ այն օրգաններն են, որոնք հանկարծ մեկ օր թերանան, Աստված չանի, ամբողջ աղբը կմնա մեր օրգանիզմում եւ մենք թունավորումից վարի կգնանք։ Եկեք հենց հասկանանք լյարդային խնդիրները։ Ոնց են իրենց մասին իմաց տալիս մարդկանց առաջին գանգատները լյարդի հետ կապված խնդիրների։ Մարդիկ կան, օրինակ ասում են լյարդս ցավում է, բայց մենք որպես մասնագետ գիտենք, որ լյարդը ընդհանրապես ցավալու ֆիզիոլոգիապես չի կարող ցավել։ Կարող է ցավալ, եթե նա շատ մեծանում է, կապսուլան լարվում է եւ զգացնել է տալի։ Բայց որն է այն առաջի գանգատը, մարդը երբ պետք է սկսի արդեն իր լյարդը վերահսկել։ Մեր դեպքում դիմողները ինչպես են գալի, մարդիկ ովքեր որ չարաշահում են խմիչքը հատկապես եւ սնունդը եւ մի քիչ փորիկ են ունենում, ծանրության զգացողություն են ունենում, աջ թուլակողում, թուլություն, ֆիզիկական ակտիվության նվազեցում եւ այլն, իրենք իմանալով թե ինչպիսի ապրելակերպով են իրենք ապրում, մեր ավելի շատ պոպուլյացիայի տղամարդկանց մասն է երկախոսքը, իրենք շատ վախենալով շատ ուշադիր գալիս են, որպեսզի հատկապես տոներից հետո գալիս են, ստուգվում են եւ այլն, մի քիչ ասում են միշտ դոկտոր ջան ինչով կօգնես, դետոքս անենք, լյարդս թեթևացնենք, որ հետո շարունակեմ իմ ապրելակերպը, միշտ ասում ենք, որ ապրելակերպը շարունակելով չի եւ թեթև դետոքսով չի, կամ դու պահում ես այդ կանոնակարգված վիճակը, թե չէ էլի գալու ես իմ մոտ նույն գանգատով եւ մենք 0-ից նորից սկսենք։ Իհարկե, լյարդը ինքը ամենակարևոր օրգաններից է, որը որ կատարում է, ասացինք նորից դետոքսը։ Եվ եթե ինչ պատճառով խմիչքի, դեղորայքների, ինչի՞ չէ, նաև դեղորայքային լյարդային ախտահարումներ կան, աուտոիմուն հիվանդությունների շարքով կամ մեծ մասով բանալ ճարպակալման ժամանակ, երբ որ բջիջներում լցվում են նյութ, հատկապես ճարպը, ֆունկցիան հեպատոցիտի խախտվում է։ Բնականաբար, եթե այնտեղ նորմալ հյուսվածքի տեղը մտավ ճարպային հյուսվածք, ճարպը լցվեց, ինչ ստացվեց, որ ինչ որ տոկոս չափով իր ֆունկցիան չի կարող նա կատարել։ Այսինքն աղիքներում կուտակված բոլոր տոքսիկ նյութերը, որոնք որ պետք են անոթների միջոցով լցվեն լյարդ եւ դետոքսիկացվեն, չեն կարող կատարել։ Մտնում է, ել ավելի է վնասում, մտնում է նյարդային համակարգ, ինչ առաջի գանգատը թուլությունն է եւ ֆիզիկական ակտիվության նվազեցումն է։ Միշտ ասում են՝ մի տեսակ մշուշոտա գլուխս, անհանգստություն ունեմ, անքնություն, այսինքն առաջնահերթ գալիս է ոչ թե զուտ լյարդային հենց սիմպտոմատիկան, չենք խոսում խորը
խանգարումների Երբ որ մասին։ դեղնած ամառը Այդ արդեն հասկանալի է, երբ որ լյարդային անբավարարությունը արդեն կա։ Առաջին սիմպտոմը դա է, դետոքսը չի կատարվում, ուտել խմելը շարունակվում է, հատկապես մսայինը, որտեվ ամենակարևորը ամոնիակի դետոքսն է անում լյարդը։ Դետոքսը չեղավ, մտավարուն, բարձրացավ նյարդային կենտրոնական համակարգ, առաջացրեց այն ինչ ասեցի, գերգրգռվածություն, լարվածություն, թուլություն, ֆիզիկական ակտիվության անկում եւ ամենակարևորը տրամադրության անկում։ Ասում արթնանում եմ, հավես չունեմ, մի տեսակ մոտիվացիաս կորել է, չեմ ուզում վեր կենամ, վատ եմ զգում, տհաճ զգացողություններ ունեմ, չեմ հասկանում ինչա, բայց գերգռված եմ, տագնապ ունեմ, լարված եմ եւ այլն։ Եվ դա կարող է բանալ, շատ ոչ թե նյարդաբանական լինի եւ ոչ թե գնաց նյարդաբանի մոտ, այ ճիշտ նյարդաբանը գնահատելով ապրելակերպը ստուգի մի հատ լյարդը, ֆերրիտինը եւ հասկանա ինչ կարգավիճակում է լյարդը։ Եվ միայն լյարդի ֆունկցիան կարգավորելով եւ հիվանդին վերելով ճիշտ ապրելակերպի եւ դետոքսի ճանապարհի վրա դնելով դուք բոլոր խնդիրներից կարող եք Աննա Դերնիկովնան ուզում եմ ասում դետոքս նկատի չունի, դետոքս թեյեր, դետոքս սնունդ չէ, լյարդի հենց ֆունկցիայի մասին է խոսին, հա։ Եվ սննդակարգի, եւ ապրելակերպի, եւ դեղորայքի եթե անհրաժեշտ է օգնությամբ օրգանիզմը մաքրել, բեռնաթափել, դետոքս ասածը դա է։ Ճիշտ գրագետ, բժշկի օգնությամբ, թերապևտն էլ կարող է դա անել, գաստրոենտերոլոգներ կարանի։ Ֆերրիտինի մասին խոսք գնաց։ Ֆերրիտինի բարձր թվերն են վտանգավոր, ցածր թվերն են վտանգավոր։ Ցածր թիվը ֆերրիտինը ինչ է, դա կանանց մոտ ավելի ուշագրավ է լինում, երբ որ ցածր թվեր են, այսինքն կանայք ովքեր տեսնում են դաշտնային ցիկլ անկանոն, դաշտանը լինում է առատ, խախտումներով վերցնենք, եւ խնդիրը, երբ որ ինքը բարձր է, այսինքն դա նաեւ բորբոքային մարկեր է եւ շատ կարեւոր ցուցանիշ է լյարդի ճարպաբորբի տվյալներից մեկն է։ Եթե անձի մոտ կան լյարդի պրոբաների շեղվածություն, հատկապես որոշ պրոբաների, ոչ բոլորի մասին եմ, հիմա չեմ ուզում առանձին փակագծե բացեն խոսենք, որը ինչի մասին է խոսում, բայց բժիշկը գնահատելով լյարդի ֆունկցիան կարող է ասել ինչ ուղղվածության խանգարում կա լյարդում եւ եթե բարձրանում է ճարպային մարկերներինը եւ ֆերրիտինը, այսինքն մենք ունենք ճարպաբորբ ասվածը, ստեատոգեպատիտը կոչվածը, այդ դեպքում արդեն ոչ միայն սննդակարգով, այլ որոշակի դեղորայքի գրագետ նշանակումը եւ մի քիչ ավելի խորացված հետազոտություններ են անհրաժեշտ հիվանդին, որպեսզի մենք կարողանանք իր լյարդը վերականգնենք եւ վերենք նորմայի։ Փառք Աստծո, լյարդը շատ լավ վերականգնվում է։ Հենց նոր էդ է, ինձանից երկար ես ապրելու դոկտոր ջան։ Ուզում եմ ասել, որ այնքան շնորհակալ օրգան է, այնքան հետաքրքիր է իր հետ աշխատել, որ եթե դու մի փոքր իրան օգնում ես, դնում ես ճիշտ ուղու վրա, իր ֆունկցիան վերականգնում ես, ինքը բազմանում է, վերականգնվում է եւ երևի դա ստեղծված է նրա համար, որ մարդու կյանքը երկարատև լինի, որտեվ առանց լյարդի ֆունկցիայով եթե ցավոք նա չվերականգնվեր, մենք չկարողանայինք իրան օգնեինք, մեր կյանքի տևողությունը շատ կարճ կլիներ։ Շատ հետաքրքիր է, որ լյարդի նույնիսկ 90% երբ որ ախտարված է, այն 10% ամբողջությամբ ինքը աճում։ Հա, ինքը աճում է 10% իր ամբողջ ֆունկցիան կարողանում է կատարի։ Ամենալավ միտոզի ենթարկվող օրգանից մեկն է։ Ինքը շատ արագ կիսվում է եւ վերականգնվում է։ Դա Ես հիշում եմ, որ ես շնորհակալություն լյարդին իհարկե։ Ես հիշում եմ, որ ես ամիսուկես նիհարեցի, ճարպակալած լյարդը նայեցի, հետո ամիսուկես հետո ինքը արդեն իսկ վերականգնվել էր, հա։ Դու գիտես, մի անգամից սոնոգրաֆիայով տեսնում ես ոնց է ինքը շնչում։ Զարմանալի բան է, երբ որ սոնոգրաֆիստը նայում է, տեսնում է ոնց է ճարպի մեջ, միշտ հիվանդներից ասում, գիտեք, ճարպի մեջ խեղդվում է, մեղք է։ Եկեք մի քիչ թողենք շնչի։ Ու որ գալիս տեսնում ես, որ արդեն պատկերը փոխվում է, սևանում է նկարը, նենց ես ուրախանում, ասում ես, «Ոչ լավ, սկսեց շնչել»։ Տեսնում եմ զոնաները, որ թթվասնով հագեցան եւ սկսեց օրգանը շնչել, միանշանակ հիվանդը ասում է, չեմ պատկերացրել, որ միայն այս կարգի բուժումներով կամ ճիշտ սննդակարգով ես կարող եմ զգալ այնքան լավ զգամ։ Այնքան լավ եմ զգում։ Բոլոր հարցերս վերացել են, սկսած էրեկտիլ դիսֆունկցիայից վերջացրած սիրտանոթային համակարգով, ճնշումով, այդ ամենակարևորն է, որովհետեւ ամենակարևորը որ բերում է ձեզ մոտ։ Երկրորդ թեման, որ ուզում եմ խոսել, դուք խոսեցիք հոմոցիստեինից, որ ես սկսել եմ շատ ստուգել։ Ես շատ ողջունում եմ դա։ Հա, ինքը ես իրան դիտարկում եմ որպես շատ կարևոր մարկեր օրգանիզմի ֆունկցիոնալի, մանավանդ էրեկտիլ դիսֆունկցիա, մանավանդ անպատողությամբ հիվանդների մոտ հոմոցիստեինը մի հատ sense ոչ սպეციფიկ մարկեր է, որ ցույց է տալիս, որ մի բան
այս օրգանիզմի փոխանակության հետ այն չի։ Դա էլի մետաբոլիտ է, էլի մետաբոլիտ է, էլի աղբա, որը լցվում է եւ թունավորվում է։ Աղբը մեկ ես այն ամենածանր թվերը քեզ եմ ուղարկում, այդ աղբը մեկ այնպես ծանր թվերից հիվանդին ասում եմ, գիտես հիմա քո էրեկտիլ դիսֆունկցիան կամ քո անպատվությունը երկրորդային է, որովհետեւ դու կարող ես հիմա նույնիսկ այն որ ասում եմ վիզ դնենք երեխա ունենաս, բայց այդ երեխուն պետքա պապա ու ինֆարկտ չի խփելու, որովհետեւ հոմոցիստինի մեկ մարկերներից մեկն է, որը մտնում է արդեն որոշ տեղեր ալգորիթմային պրոտոկոլային հենց հետազոտությունների մեջ եւ ցույց է տալի օրգանիզմի շատ կարեւոր մի պարագա, կոչվում է էնդոթելիալ դիսֆունկցիա, այսինքն անոթային ներքին հենց սփռվանքի էնդոթելի ֆունկցիայի խախտումը։ Այդտեղ սկսեց էնդոթելիալ դիսֆունկցիան, այսինքն ասֆալտը արդեն խորթ ու բորթ է, դրա վրա սկսեց անոթի խնդիրը, աթերոսկլերոզը, տրոմբոզը, ռիսկերը եւ դա լինում ամբողջ անոթային ցանցում, իսկ որտեղ չկա անոթ։ Ամենտեղ։ Տենց օրգան չկա, որը չունենա անոթային ֆունկցիա, որի առանց որի ինքը կարող է ապրել։ Ուրեմն ստացվեց ամբողջ օրգանիզմի խնդիրները սկսեցին հենց այդ մի հատ այսպես տերմինով էնդոթելիալ դիսֆունկցիա։ Անհասկանալի երևի սովորական մարդկանց համար եւ շատ հասկանալի բոլոր տեսակի մասնագետներին։ Ու այստեղ հետաքրքիր է, որ իրան բերում է ժառանգականությունը, B վիտամինի դեֆիցիտը, ամենաշատը ֆոլաթթվի դեֆիցիտը, ֆոլատային փոխանակությունը, որի հետ կապված ես գենետիկան եւ մի հատ է ծխախոտը եւ սուրճը։ Ես միշտ հիվանդներիս ասում եմ գոմոցիստեինը բարձր է լինում, եթե դու ունես մի հատ վատ սովորություն, ծխախոտը սուրճի հետ։ Գոնե միշտ ասում եմ, եթե սկսում ենք առողջանալ, տարանջատենք այդ երկու վատ սովորությունները։ Ծխախոտը սուրճի հետ պոտենցիումը, գոմոցիստեինի բարձրացումը 1, խանգարումը երկաթի եւ կալցիումի ներծծումը 2։ Այսինքն գոնե եթե սկսում ենք լավանալ, առաջի քայլը պետք է լինի դա առանձին ծխախոտ, առանձին սուրճը եւ դա առաջի քայլն է թարգելու հենց ծխախոտամոլությունը, ինչի, որտեվ շատ անգամ իրանց մոտ դա ռիտուալ է։ Երբ որ ռիտուալը դու քանդում ես, արդեն սիգարետի նկատմամբ ցանկո։ Դե ասում եմ, եթե ես կոֆե չխմեմ, էլ չեմ ծխի, կամ եթե ես չեմ ծխում, կոֆե չեմ խմի։ Ինքը ստացվում է, որ դու ռիտուալը քանդելով բերում ես իրան շատ էլեմենտար ձևով ճիշտ ուղու վրա։ Քո հիվանդները քեզ սիրում են։ Հուսով եմ։ Ես դեպքերի մասին չեմ ասում, որ սիրահարվում են։ Դեպքերի մասին որ քո հիվանդները քեզ սիրում են, այդ դեպքերն էլ են ծանոթ, հենց այդ քո այդ մոտեցումն է, որ դու մտնում ես ոչ թե իրանց անալիզների դաշտ, այլ իրանց կյանք ես մտնում, որ այդ կյանքն ես սկսում վերապրել։ Ես ես վերջերս սկսել եմ, ոչ վերջերս չէ, վերջի մի քանի տարին ասում եմ, դուրսով վեր քեզ սպասում, դե կնոջս հետ եմ, ասում եմ ազի թողա, թողա։ Ասում եմ ծխում, ասում եմ ես թվերը նայում, ասում եմ ասում եմ հենց երեխա ունեցեք, հաշվի մի 15 տարուց մենակ ես պահելու այդ երեխեքից, վախացնում եմ, ասում եմ, այսօրվանից եթե չծխելը չթագես, բաժանվում ես, որովհետև երբ որ դու այդ ապրելակերպը իրանց մոտ պոտենցիումը դիրք այդ ամեն ինչը հումորով, սիրուն բանով, մարդիկ ագրեսիվ խառնվում, միայն խորհուրդ ենք տալի։ Որովհետև այսօրվա դրությամբ օրինակ բժշկությունն ապացուցել է, մենք միշտ նպատակում ենք, որ լիպիդային պրոֆիլի փոխանակությունը սննդակարգի հետ է կապված, բայց գալիս է մարդ, ում BMI-ը թեր սնվան BMI-ի է մոտիկանում, ցածր խտության լիպոպրոտեինների թիվը շատ բարձր է ու այդ հիվանդը արդեն Չէ, դե ամեն ինչ պետք է հաշվի առնենք, բացատրենք հիվանդին եւ գենետիկան, եւ սննդակարգը, եւ ապրելակերպը, եւ ֆիզիկականը, եւ լյարդի ախտարում եւ այլն, այդ այնքան մեծ կոմպլեքս է, որ պետք է հիվանդի հետ աշխատելով մի քիչ դու ադապտացնես բժշկությունը իրեն։ Եթե ես դնեմ շատ խելոք դեմքով իրեն բացատրեմ, ասեմ, գիտես, ինքը դուրս կգա ու նույն բանը կանի, ես չունեմ հաջողություն։ Հա, խելքը ցույց տվեցի, բացատրեցի, սա կարդացի, բիոքիմիան բացատրի նպատակը չէ։ Մենք դաս տալու չենք եկել։ Նպատակը, որ ես իրեն հասցնեմ, ադապտացնեմ իրեն, իր ապրելակերպին, որտեվ չես կարող մի մարդուն, որը 50 տարի մի ձև ապրել է, դու միանգամից փոխես ու ինքը մտածի, որ պետք է ապրի այնպես, ոնց որ դու ես որոշել։ Նման բան չկա, մենք պետք է ադապտացնենք մոտեցումը ամեն անհատին ինդիվիդուալ, բացատրելով իրեն, տալով հնարավորություն ընտրության, ոչ թե շատ խելոք դեմքով երկու բառով խոսեմ, գրեմ ու ճանապարհեմ, այդպես դու չես հասնի լավ ռեզուլտատների։ Հենց լիպիդային պրոֆիլից էի ուզում խոսալ, շատ ժամանակ մենք առաջի հարցը, որ ես տեսնում եմ խոլեստերինային փոխանակության խնդիր, եթե papan կա ինֆարկտ ունեցել է թե չէ, եթե չկա ինչից է մահացել, պապիկը ինչից է մահացել։ Անամնեզը 70%-ն է։ Այդ պարագաներում մեր հիվանդներից շատերը վախենում են օրինակ ստատինների ընդունումից։ Շատ լեգենդներ են լսում, հա, պոպուլյացիան շատ դեմ է։ Իհարկե, ստատինները միշտ բացատրում ենք, որ դա բուժում չէ։ Դա զուտ մի պրեպարատ է, որը մոլեկուլ է բլոկանում, որը որ չի արտադրում խոլեստերին։ Դա չեղավ բուժում եւ սպասելիքդ
լինելու է խոլեստերինի իջեցման միայն այն պարագայում, երբ դու օգտագործում ես ստատինը։ Չես օգտագործում, 3 անգամ ռեբաունդ ունես, այսինքն գեր խոլեստերինի թիվ կստանաս առաջիկա 3 շաբաթում, հետո նորից ինքը կհանդարտվի, կընկնի այն կարգավիճակը, որտեղ ինքը կա։ Այսինքն ստատինի նշանակումը մի կողմից պարադոքսներ են։ Կան բժիշկներ, որ միանգամից տեսնում են խոլեստերին առանց մտածելու սկսում են նշանակել ստատին, որը ճիշտ չէ, որտեղ դու չես գնահատել նրա ռիսկայնությունը։ Մյուս կողմից կան սիտուացիաներ, երբ որ ինքը ունի, այո, միայն ստատինի նշանակում եւ շատ կարեւոր է ստատինը, դա էլ պետք է հասցնես հիվանդին, որ գիտես, հա, հասկանալի է, ստատինը ունի իր կողմնակիները, բայց այսօր նրա վտանգը շատ ավելի քիչ է, քան թե բարձր խոլեստերին, որ դու ցավոք սրտի դու ունես։ Այսինքն ստատինը որպես առաջնային պրոֆիլակտիկա դիտել շատ քիչ տոկոսներում է լինում։ Ինչ է նշանակում առաջնային պրոֆիլակտիկա։ Այսինքն ես դեռ չունեմ սիրտանոթային պատահար եւ ի սկզբանե սկսում եմ պրոֆիլակտիկա անելը։ Դա շատ քիչ տոկոս է, որտեվ այդ դեպքում, այդ ժամանակաշրջանում, եթե ես բացահայտեմ խոլեստերինի բարձր թիվը, բուժեմ պատճառը, ես չեմ ունենա խոլեստերին, չեմ ունենա ստատին, չեմ ունենա երկրորդային պրոֆիլակտիկայի հարց։ Տեսեք, որտեղից ենք սկսում։ Պատճառը, եթե մարդը օրինակ չենք հաշվում, ճարպակալած մարդկանց անպայման հաշվի ենք առնում լյարդը։ Եթե խոլեստերինը բարձր է, ուրեմն լյարդի ֆունկցիայի հետ մի բան են չի։ Մի բանը իրան բզբզում է, որ ինքը ստիպում է արտադրել մեծ քանակի խոլեստերին, որովհետև եթե դու կենթանական խոլեստերին ես ուտում, դա արդեն ապացուցված է։ Եթե դու ընդհանրապես կենթանական ամեն ինչը հանես, քո խոլեստերինի թիվը կիջնի մոտապես 7-ից 12%-ով։ Այսինքն եղանակ չի փոխելու քո Չէ, մեծ մասով չէ։ Այո, եթե դու դառնաս ընդհանրապես վեգան, օրինակ, 7-ից 12%, դա մեծ թիվ չի, եւ ապացուցված է, որ հիվանդը ուտում է կարակ կամ բնական խոլեստերին, նրա մոտ լրիվ խոլեստերինը կարող է լինի նորմալ։ Այսինքն ստե լրիվ ուրիշ մեխանիզմներ են, որպեսզի հեպատոլոգը, ստամոքսահարքային մասնագետը կամ կարդիոլոգի հետ համատեղ միասին հասկանա որտեղ է պատճառը եւ իրոք պետք է նշանակել ստատին, ծանրաբեռնելով լյարդը մյուս կողմից, թե կարելի է գտնել բուն պատճառը։ Իսկ եթե դու երկրորդային պրոֆիլակտիկայի մասին ենք խոսում, եղած հիվանդի մոտ ստենդավորված արդեն պատահարով եկած, քննարկելու թեմա չկա։ Ստատինը պետք է նշանակվի adekvat եւ կողքից պահպանվի լյարդի ֆունկցիան։ Մյուս հիվանդությունը, որը դու էլի շատ ես սիրում, հա, ես դա գիտեմ, որ դու շատ ես սիրում, քո ավտորեֆան, ցելիակյան, հա, ինչու իմացա ինչից պետք է խոսամ, հա։ Ես քեզ զգում եմ։ Հա, դու զգում ես ինչ է, հա, որովհետեւ այն ռոպագանդան, որ դու ցելիակիայի ու այն ստուգումները, որ դու իրական, այն ցելիակյանները, որ դու հայտնաբերում ես, սկսել եմ, հա, ինչն է քեզ դրթում սկսել մարդու մոտ ստուգել ցելիակյան, ինչ գանգատներ ունեն։ Իհարկե, գիտեք, ցելիակյան սկզբից вообще չէր մտնում պոպուլյացիայի մեջ, ինչա իրանց ներկայացնում։ Հիմա հակառակը մյուս ծայրահեղությունը, բոլոր բժիշկները արդեն սկսել են պետք է պետք չի ստուգել ցելիակյան։ Ցելիակյան իրականում պոպուլյացիայում համաշխարհային ոչ թե մեր պոպուլյացիայում, օրինակ գոմոցիստեինը մեր պոպուլյացիային շատ բնորոշ է։ MTHFR մուտացիաները, ֆոլատային մետաբոլիզմի շատ գենետիկական մեր մոտ խնդիր կա։ Մյուս խնդիրը ասեմ միանգամից տեղ դրա հետ կապված պոպուլյացիայի մեծ մասը, ոչ թե մեծ մասը սխալ ասեցի շատ, բայց մենք շատերս պոպուլյացիայում ունենք Երևանյան հիվանդության գենը եւ շատերս օգտագործում են կոլխիցին։ Կոլխիցինը բերում է ֆոլատային ցիկլի խանգարմանը, B12 դեֆիցիտ եւ գոմոցիստեինը բարձր է լինում։ Հատկապես շատ հետաքրքիր է դա եւ շատ հետաքրված պետք է լինեն գինեկոլոգները, որոնք բուժում են չվերություն, հատկապես հիվանդի մոտ, որը ընդունում է կոլխիցին եւ որը կարող է ունենա B12 դեֆիցիտ, որը որ եւ բերի ձևարանային ֆունկցիայի խանգարման։ Այսինքն այս մեր պոպուլյացիային շատ բնորոշ է։ Ինչ վերաբերում է ցելիակիային, ոնց որ պոստսկրիպտում, ինչ վերաբերում է գոմոցիստեին, կոլխիցին եւ այլն։ Ինչ վերաբերում է ցելիակիային, դա շատ հազվադեպ հանդիպող պոպուլյացիոն թիվ է։ 5-ից 13%-ն է պոպուլյացիայի ընդամենը ունենում իրական աուտոիմուն հիվանդություն։ Այլ բան է, որ մենք ցելիակիա չունենք, այսինքն աուտոիմուն հիվանդություն չունենք, որը ամբողջ կյանքի ընթացքում շատ խիստ սննդակարգի հետևում է եւ դիագնոզվում է երկու տեստով կարևորագույն գենետիկ տեստով, որը բնականաբար էլի մեր կենտրոնը արվում է շատ մեծ ծավալով, եւ երկրորդը բիոպսիայի միջոցով։ Համատեղ դրեցինք ցելիակյան, նույնիսկ սերոնեգատիվ ձևերը կարող ենք բացառել։ Այո, տեստը կարող է արյան չգնահատի, բայց հիվանդ ունենա ցելիակիա, բայց դա շատ քիչ տոկոս է պոպուլյացիայի։ Մյուս տոկոսը, որը 30-35%, դա անտանելությունն է գլյուտենին առանց գենետիկ կամ առանց աուտոիմուն պաթոլոգիայի։ Դա չի պահանջում տենց խիստ սննդակարգ եւ ոչ ամբողջ կյանքի մասին ենք խոսում։ Էլի իմունոգլոբուլին G
ինտոլերանսներն են, էդ էլ մեր կենտրոնը հետազոտում է առանձին, դա կոչվում է անտանելիություն առանց ցելիակիայի։ Եվ երրորդը դա էլ ավելի հազվադեպ ալերգիան է գլուտենի։ Այսինքն գլուտենի մասին երբ որ խոսում ենք եւ հիվանդին սկսում ենք տնտղել, պետքա գնահատենք ինչն ենք մենք ուզում հասկանանք։ Եթե ինքը չունի գենետիկա կամ ցելիակիա, բայց կարող է ունի ալերգիկ անտանելիություն, որը կբերի լուրջ դերմատոլոգիական խնդիրների, քրոնիկական կրապիվնիցային օրինակ անբուժելի։ Գիտեք, այնքան լայն, այնքան հետաքրքիր է եւ ցելիակիայի գանգատները որոնք են ելնում այս պարագաներում։ Շատ տարբեր։ Երբ մենք խոսել ենք, օրինակ ես հիվանդ եմ ունեցել, որի մոտ վերջնականում դրվեց շատ հազվադեպ ախտորոշումներից մեկը, որը գերպետիֆորմի դերմատիտներ, մյուս հիվանդիս մոտ ռևմատոիդ արտրիտներ, ընդհանրապես գանգատ չուներ գլուտենի, իրանք չունեին գլուտենի կլինիկական ախտար, ոնց որ մենք պատկերացնում ենք, հա, կերապքվեցի, պատացած անրացա, լուծ եղավ, կորուստ եղավ, մենք բացարձակ տարբեր, ռևմատոիդ արտրիտ, հոդերի լուրջ խնդիր, որի հիմքում ընկած էր ցելիակիան, հենց ցելիակիան, ոչ թե անտանելիությունները։ Մյուսը ցելիակիա եւ գերպետիֆորմի դերմատիտը, ծանրագույն, զուդով, կրապիվնիցավ, եւ այլն, ոչ մի ձև չէր բուժվում, հիմքում ընկած էր ցելիակիան։ Երկու այդ հիվանդն էլ, այդ մեծ մաս ավելի վառ հիվանդներից մասին եմ խոսում, ինչի, որտեվ իրանք բաց թողնված հիվանդներ են, իրենք չբուժվեցին իրենց երկրորդային հիվանդություններից։ Այսինքն նույնիսկ մենք նստացրեցինք իրենց դիետայի եւ այլն, արդեն մեխանիզմով ձևավորված երկրորդային հիվանդությունը չնվազեց եւ իրենք ստիպված եղան շարունակեն, բայց բարդությունները եւ կյանքի որակը շատ փոխվեց։ Այսինքն եթե ի սկզբանե նեղ մասնագետը, որին դիմում է հիվանդը, ունենա մտքում, որ կարա լինի գլուտենի հետ կապված դրդա, պատճառը տրիգերը գլուտենն է, եւ գլուտենը վաղ ժամանակում բուժվի, կանխարգելվի, հիվանդության երկրորդային ձևավորումը չի լինի։ Իսկ գլուտենը մեզ պետք է ընդհանրապես։ Ես միշտ ասում եմ, որ չէ։ Չէ, ես միշտ ասում եմ, չէ, բայց չեմ կարող հիվանդին զրկել հացից, որտեղ հացի մեջ կա շատ լիքը կարևոր բաներ եւ զրկել իրան իհարկե չէ։ Բայց քիչ օգտագործել եւ եթե ընտանիքում հատկապես միշտ զգուշացնում եմ, որպես ընտանեկան բժիշկ, եթե իմ բացահայտված բժիշկ հիվանդն է, որը ունի գենետիկական նախատրամադրվածություն, երեխայի մոտ է ասում, գիտես, երեխա դեռ չունի, բայց չեմ ուզում իրան լրիվ զրկել, որտեվ դա չի նշանակում, որ եթե գեն ունի, անպայման ունենալու է այդ հիվանդությունը, 25% դեպքերում կունենա։ Հիմա մի հետաքրքիր բան ասում։ Բայց սկսում ենք հանել հացը, ինչքան նվազեցնենք, այնքան լավ։ Երեխաները սովորույթներ չունի, որ ամեն ինչը հացով է եւ այլն եւ այլն։ Ես հետաքրքիր բան ասում, նույն լակտոզի անտանելիությամբ։ Ես ունեմ հոմոզիգոտ գենի մուտացիա, լակտոզի անտան, բայց չունեմ լակտոզի անտանելիություն։ Ես կաթը խմում եմ, մածունն ուտում եմ, ոչ մի ձև չի արտահայտվում։ Դա բացարձակ դրա համար դա ասում եմ, դա չի նշանակում, բոլորս պետք է գնանք բոլոր գենետիկ մարկերները ստուգենք։ Գենետիկ տվյալները ստուգում ենք այն ժամանակ, երբ որ մենք ունենք արտահայտում։ Այդ մեր մոտ ջրի էին ստուգում այդ մի անգամ, ես հիշում եմ, մի անգամ ծրագիր կար ջրի էր։ Կանանց համար էր, ես կնոջ սաունով եմ պրիտոմ ստուգել։ Ճիշտ է, ասում ես էլ եմ մտել այդ փաթեթի մեջ ստուգել եմ։ Բայց եթե դու չունես գանգատ, ինչի համար ստուգես։ Ես պրոստը ասի ջրի բանը։ Չէ, հետ ճիշտ է սա, այն ամեն ինչ ջրի ասում եմ։ Ստուգեցի ու բան, բարձրացի հոմոզիգոտ լակտոզի անտանելիություն։ Երբ որ, բայց դու տես մի հատ ուրիշ սիտուացիա կա։ Երբ որ դու գիտես արդեն, երբ որ կլինի ինչ-որ արտահայտումներ, հիմա քո դեպքում, դա չի նշանակում դու պիտի դրանից զերծ մնաս։ Երբ որ կլինի գանգատ, կլինի համապատասխան իրավիճակ, այո, դու կսկսես արդեն ավելի զգուշ լինել, սննդակարգը էլիմինացիա անել, այսինքն հանել սննդակարգը եւ գնահատել գանգատները անցան թե չէ։ Ես փորձել եմ խմեմ կաթ, դրանից հետո ոչ մի բան իմ կյանքում չի։ Ես իդեալական կաթը տանում եմ, հա։ Ռասալիա կարող ես իմ սիրած ունես դեռ ֆորա օգտագործել իրեն մոտակա 5-ից 7 տարին։ Հա, հետո կլինի խնդիր, տարիքային եմ ասում։ Տարիքային արդեն խնդիրներ։ Հա։ Անը դեն։ Պետք չի վախենալ ամեն ինչից։ Ուղղակի պետքա ժամանակին դիմել եւ հետազոտել, եթե պետքա, եթե չէ, իհարկե ապրենք այնպես ինչպես ցանկանում ենք դեռ։ Միշտ թեմա որ ուզում եք քննարկել, արդեն սոնոգրաֆիային է վերաբերվում։ Լավ։ Մեր հիվանդները սիրում են ամեն ինչը վերագրեն սոնոգրաֆիայի։ Դե ეხոարին դասին չկա, ეხոարին խնդիր չկա։ Հա, դե բժշկուց դու քեզ էլ է չէ՞ ծանր որ ինչ որ խնդիր է դե բանը, ունենք ստամոքսը ցավում է, բայց էխո են արել լրիվ մաքուր է։ Իվոր պարագաներում է սոնոգրաֆիան ավելի ու ավելի օգնող մեթոդ, որը Սոնոգրաֆիան միայն մեկ ինստրումենտներից մեկն է մեծ բժշկության մեջ,
ոնց որ ես ասեմ, անեմ ռինգեն, չանեմ սոնոգրաֆիա, անեմ անալիզ, չանեմ Բայց մնացածը։ բանը որ կա որ էխո են գցել ինձ, հա, արդեն լավ է։ Աբսուրդ մոտեցում է, ուղղակի իրանց թվում է, որ ինչ որ տեխնիկական մի բան արեցիր, այդ տեխնիկական մի բանով հարցը լուծվեց։ Իհարկե ոչ, դա մի ինստրումենտ է, ընդ որում ոչ թե հիվանդի համար կամ սոնոգրաֆիա անցկացնողի համար, այլ կլինիցիստի համար, ով որ ուղղորդել է, ով որ հասկանում է ինչի համար, որտեվ դնելու է այս անամնեզը, տվյալը, նայելը, լսելը, սոնոգրաֆիան, անալիզը եւ այլն։ Ընտանեկան անամնեզը 10 ժամ խոսեցինք, նոր իմիաբերում եւ դնում ախտորոշում։ Դա մի լծակ է, որը օգնելու է կլինիցիստին դնել ախտորոշում։ Ըստ ախտորոշման ուղեցույց տալ, թե ինչ ենք անելու հետագայում։ Ուղղակի սոնոկոնտրոլ ենք անելու ինչ որ բաներին, թե համադրելու ենք դա, թե ուժելու ենք, թե չենք ուժելու, թե հետազոտելու ենք ավելի խորը այլ մեթոդներով, որտեղ ոչ մի մեթոդը մյուսին չի բացառում, դա միայն օգնում է կլինիցիստին ճիշտ մոտեցումը ձևավորելու եւ հիվանդին վերջնական բուժելու։ Օրինակ նույն ցիստիտի պարագայում ես սոնոգրաֆիան ասում եմ, հա լավ է կարը, եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ ցիստիտ ունեք, բայց ինձ մեզի ընդհանուր քննությունն է պետք։ Ընդհանրապես Եվրոպայի ուրոլոգները ասացան, ասում են անամնեզը քեզ այսենց հերիքա, որ դու ախտորոշումը դնես։ Միանշանակ, մեկը մյուսին օգնում, ուղղակի սոնոգրաֆիան ինքը շատ մատչելի, շատ ոչ վնասակար մեթոդ է, որը շատ հեշտ ավելի քան թե MRT անենք, ԿՏ անենք, ճառագայթենք եւ այլն։ Դա շատ ավելի մատչելի է եւ այո, ուղղորդում է ինչ որ հետագա քայլին կամ այդ քայլով կանգնենք կամ ինչ անենք էլ, որպեսզի կլինիցիստին լինի ավելի ճիշտ պատկերացնելու եւ դա պրոստը սոնո անելով չի։ Պետք է անպայման ունենաք բժիշկ, որը ուղղորդում է ինչի համար, որտեվ սոնոգրաֆիայով էլ հնարավոր չի ամբողջը նայել, այսինքն մենք ավելի ուղղվածություն ենք նայում, ստամոք սաղքային ենք նայում, լյարդ ենք նայում, երիկամ ենք նայում, ինչ ենք նայում։ Նույն օրինակով պրոստատը նայում են, երկու հատ կալցինատն ասում են, «Всё, դու քրոնիկ պրոստատիտ ունես»։ Դե ոչինչ, ասում են պրոստատիտ ունես, քրոնիկ է չեն ասում։ Ու հիվանդը ընկնած հայտ նոտի մեջ ասում է, «Ինչ են ասում, իմ պրոստատը ավիրվեց, գնաց»։ Նույնը ասում են լիքը մնացած 10 հիվանդից 9.5-ը պրոստատիտ չի ունեցել իմա, որ եկել ասել է, հա, որտեղ ինքը կլինիկական դիագնոզ է, որը գալիս է մարդը մի սիմպտոմների շարք կա, որից մի քանիսը հաճախամիջություն, ցավ, արյուն միզել, էդ է քո ոչ մի մասնագետ, մանավանդ ախտորոշիչ բժշկության մեջ շատ գրագետները միշտ գրում են, սա չի ներկայանում կլինիկական ախտորոշում, սա անհրաժեշտություն է տալի կլինիցիստին հետագա ձեր հետազոտությունները ապահովելով դնել վերջնական ախտորոշումը։ Այս սա համար սոնոգրաֆիան է։ Դա կարևոր։ Դու շատ ես ճամփորդում։ Չափից դու շատ մեկ-մեկ էտի ներվենացնում ես, որովհետև հիվանդ եմ ուզում ուղարկեմ, Աննան ուրա, Աննան երկրում չի, հա։ 3 երկիր կառանձնացած, որ մարդկանց խորհուրդ կտաս, իրանք կյանքի ընթացքում գոնե այցելեն քո այցելած երկրներից։ Հա, այդ իմ տեսած ամիջից։ Քո տեսածից, հա։ Անգլիան, Շոտլանդիան եւ Ֆրանսիան։ Հասկացա։ Ամենաիմ համար սիրելի, չգիտեմ, բնավորությանս մոտ, էմոցիայիս մոտ երկրներից մեկն են։ Անգլիայում կլնեմ, Շոտլանդիայում չգիտեմ, երբ կլնեմ, հա։ Եթե գնում ես Անգլիա, անպայման մտի Շոտլանդիա։ Հա, ձերի հետ չէ, հա։ Հա, Թիֆլիս Երևան ճանապարհն է։ Դե ինչ սիրելիներս, կոմենտներում գրեք, ինչ հարցեր ունեք Աննա Դերենիկովնային, ես իրան Տիխարիկա հարցնեմ, ես պատասխանները կիմանամ, կարող է ձեզ էլ պատասխանեմ։ Չմոռանաք բաժանորդագրվել իմ Instagram page-ին, բժշկուին Instagram չի վարում, ինչքան էլ համոզում ենք, այս վերջերս մեկ անձնական է, բայց անձնական, հա։ Ես կհետևեմ ձեզ։ Հա, գենետիկայի կենտրոն 5-րդ սենյակ դրան վրա համարը կա 091 00 1262 կիրոմար։ Սան կարեք մեր Երևան քաղաքի լավագույն կլինիցիստներից մեկի մոտ հերթագրվելու համար։ Ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյաններ, առողջ եղեք։